Εσύ καλώς μάρτες έτσι όμως πάλι καλώς. Քրիստոս է կառուցում մեր երկրի համար։ Ով կենտրոնի Քրիստոսը օրից վերընտանի։ Դա մեր երկրի համար չի, մեր ազգի, մեր ժողովրդի համար է, որ դա պահպան լինի, որ դա լինի խորհրդամիտ, ազգային վերածննդի ներքին հաշտության համերաշխության։ Ինչ վերջը աշխատանք։ Ես եմ շնորհակալ Աստված օգնի ձեզ Բոլորիս, իմ ազգին, իմ ժողովրդին, ժողովրդասեր մարդ եք, մեր ժողովուրդը պարտական է ձեզ ընդունելուն։ Մի խոսքով ամսի 7-ին համար 7-ին ժողովուրդ ջան։ Ժողովուրդ, ուրեմն ամենակարևորը իմացեք, ես եմ պարտական։ Ամբողջ հանրապետությունով մեր մանգալով, տեսնելով մեր ժողովրդի ջերմությունը, հարգանքը, մոտեցումը, հյուրասիրությունը, մեկ անգամ ևս ավելի պարտավորված եմ զգում, քիչ եմ արել, ավելի շատ եմ անելու, բայց իմացեք, բարեգործությամբ երկիր չես կարող կառուցես, պետք է հնարավորություն տալ, հետևական կարգով, ինչ որ ասել եմ, մեկը 10 լինելու, անփորձ մարդիկ, ծանոթ բարեկամ, կուսակցական այն պաշտոններին չեն լինելու, որ իրանք փորձ չունեն։ Այսօր հիմնական բաց թողումը, որ նրանք ում պատահի պաշտոնի են դնում իրենց թիմից, իրենց հետ քայլողներից։ Պաշտոնի պետք է լինի այն մարդը, ով փորձ ունի, ով արդյունք է ցույց տվել, եւ կարողանա լիարժեք տիրապետումը, որ դա կազմակերպի, իրականություն դարձնի, որ մարդը նայելով հասկանա իր մասին մտածող կա, իր մատից փուշանող կա։ Այսօր բոլոր ծրագրերը վերցրեք, նայեք, կարդացեք։ Փոքր ու միջին բիզնեսի համար, որ երկրի 60%-ը պետք է փոքր ու միջին բիզնեսով զբաղվի, 60-ից 80 միլիոն աշխատելու դեպքում ոչ մեկ իրավունք չունի իրեն ստուգելու։ Դա նոր ծիլեր է, նոր գործածում, պետք է թույլ տաս, ամրապնդվի, զարգանա, հզորանա, 160 միլիոն դարավ, 1% պետք է տա։ Նոր դրանից հետո մարդը կայացել է, գործը տիրապետում է, ասենք թե վաճառքը լավ է, խնդիր չկա, նորմալ սովորականի պես թող կազմակերպի աշխատի։ Այսօր ով վարկի տակա խորտակում է, ով ուզում է մի բան անի, հարկայինը մտնի գրի, շտրաֆներ, տուգանքներ, այսօր մեր ժողովուրդը դառնա տուգանքի մատերիալ։ Գույք հարկը ժողովուրդ ավելացրել են 100%, տարեկան 20% ավելացնում են։ Մանավանդ գները Երևանում ավելացել անդեղը չեն հաշվում կադաստրային արժեքով, շուկայական գնով են հաշվարկում։ Խիդը արդարացի է, մարդը ամբողջ կյանքում ծառել է իր երկրի համար, արվեստագետա, գիտնականա, բժիշկա, շինարարը, տունը ստացել է թոշակով հազիվ իր փորձերություն անձակացնում, 100%, եղբայր, անմիջապես գույք հարկը պետք է զերոյանա, դնում ես դին 2025 թվականից, ով Երևանում բնակարան կառնի, իր ասենք թե գույք հարկը լինելու 100 անգամ տան, որ մարդը հաշվարկի, կարելի առնել, թե չի, դու մարդուն հանգարցակի ոնց ես բերում, թոշակունն էլ չի կարում վճարի, թոշակարույն ասում է, տներդ սախի գնա սամանամերձ գոտի, մարդը հարգարժան մարդ է, արե, դրես, տեցե, խորը ծերության մեջ, իրա տնից հանես, քցես փողոց, նորմալ մարդը կարայց չի բանանի, անարդարացի քայլեր շատ կան, պետք է վերականգնվի, ընտրողը դուք եք, ձայն տվողը դուք եք, որոշողը դուք եք, խիստ է, նայում են, ձերբակալում են, գործիցանում են, ակտերը գրում են, Շուրջան մի հայտարարեք, գնացեք ասեք չեմ ընտրում, կամ ինձ հարցում են ասեք ես եմ ընտրում, բայց գնացեք ձեր ընտրությունը, կատարեք, կատարած հետո պրծավ, պոեզը գնացել է, որոշում անելու են, կազմակերպել, իրանց հետ սիրուն ճամփու դնեն, ուրիշ դե։ Հետո այսօր կազմակերպելով, բոլոր մարզերից, տարբեր տեղերից հավաքելով դնելով, ինչ են ուզում ցույց տան։ Իրական, ոնց որ թագավորական ժամանակները, որ ասենք թե շորերն հագե գնացել մանեք, այդ ոչ թե 2 առօրքով, 10 ավտոբուսով, հրամայելով, դպրոցներ, մանկապարտեզներ, չգիտեմ ասենք թե տարբեր կառույցների պատասխանատուներ, մարզպետերով, գյուղապետերով բերեք։ Հələ գնացեք մի հատ տնետուն հարցեք, ձեր մասին ինչ են խոսում։
հայրիկա մարդը ձև են թապելով կամ 8 տարվա մեջ այ մի բան ասեք, ստեյց կպիցել մարդ կլնի, ասեք, 8 տարվա մեջ ինչ եք արել, մի բան է, մարդիկ սպասում էին, գիշեր ցերեկ փողոցից տուն չէին գալի, սպասում էին, որ արդարություն պետք է լավ բան լինի, մենակ ասում են, ասֆալտ են կարել, դպրոց ենք սարքել, ասֆալտ են անձև է գալի, քանդվում է, դպրոցներն էլ 59 դպրոց են սարքել, այս տարի 230-ը փակում են, էլ առանձները որն ամեն Արցախը հասնել են, պատերազմը պարտվել են, հողերը տվել են, զոհերը տվել են, չէ, 5000 չէ, 4-3890 են, դա ինչ-որ փրկություն, լսում են դե Հարսրասավ վերցրեք, պարոն Ծառուկյան, դուք բարով եք եկել մեր, մեկ հարց ունեմ, բայց նախքան հարցս խնդրում եմ, լսեք, 1722 թվին մեր Հայաստանը այս կարգավիճակի էր, Դավիթ բեգի ժամանակաշրջանը, բոլորը մասնատված, մի ձևի նույն կարգավիճակն ենք այսօր, ուրեմն Դավիթ բեգը միացրեց, խաչի զորությամբ հաղթեց և ունեցանք Հայաստան, հիմա նույն կարգավիճակն է, ցանկանում եմ դուք դառնաք Դավիթ բեգ, հիմա հարցս, ներողություն, չավարտեցի, Քրիստոսի արձանի համար մեր քաղաքայանից դուք շնորհակալություն, որ աշխարհն է տեսնելու։ Նաև դուք մեծ խաչապաշտ եք, այդ խաչը զոր լինի կամագին հետո մեր ժողովրդի, որ հաղթենք։ Հիմա հարցս գյուղատնտեսության մասին։ Մարտունին ամբողջ շրջանով գյուղատնտեսական քաղաք է։ Սովետի ժամանակ գործարաններ շատ կային, բայց հիմնականում այսօր գյուղատնտեսություն է։ Ես իմ օրինակն եմ բերում։ Ունեմ մոտ մի հեկտարող, ժամանակին ցանում էի 50-ից 60 տոննա կարտոշկայի ստանում, այսօր ընդամենը ցանում եմ կես սոտեղ, հնարավորությունները շատ քիչ է, պարարդանութը ասու կրադիկին է, մնացող սերմերն էլ նմանապես, ուրեմս դուք շատ լավ գործնամարդ եք, երբ որ Աստված տա ու կտա խաչը զորեղա, ասնեք, մեծ ուշադրության դարձնեք գյուղատնտեսությունը հատուկ մարդու համար։ Դա իմ խնդրանքն ամբողջ մեր շրջանյանից։ Որ դու իմանաս, Ծառուկյանը բոլոր ոլորտները տիրապետում է, հասկանում է, գիտակցում է, այսօր լիարժեք պետք է մարդուն ապահովես, առաջնայինը, որ մարդու դեմքի ժպիտ կա իմանա իր մասին մտածող կա։ Եթե գյուղնախարարությունը փակել են, ունենք 480,000 հեկտարով, որ այսօր մշակում է 160,000-ը։ Այսքսկի պետք է գյուղնախարարությունը փակվի։ Պարարնատանյութը թանկ է, 13,000, որ գյուղնախարարություն լինի, նա պետք է հունվարին պատվիրած բերի, տա մարզպետին, մարզպետը գյուղապետին պետք է կանչի։ Ամեն մարդու հողատարածքի չափով հեկտարին գնում է 6 մեշով, պետք է տա, փողը պետք է գյուղացին տա աշնանը, եւ պետք է կահավաքի կհանձնի, այն ժամանակ պետք է տա։ Այսօր որ դու մի հեկտար կարտոշկա ցանում էիր, 50-60 տոննա հավաքում էիր, եթե այսօր էլ ստանայիր, էլի կցանեիր, բայց այսօր սեն չկա։ Դու ցարածը 12-18 տոննա, 16 տոննա հազիվ հավաքում ես։ Դա անելով, մշակելով, դեղորակ առնելով, վարուցանքով չի բավարարում քեզ։ Դե համար առաջնային այս տարի, քանի որ ես դեռ ներդրում եմ արել, որ ամենակարևորը մտածեն, որ ադրբեջանցիները սարերի գլխին նստած են, որ հետ էլ չեն գնում, որ դու ձեր տուփները տեղը լինի, եթե Ծառուկյանը այդ քանի միլիոններ դրել է, որ լիարժեք ընդունման կետ լինի, որ դու կարտոշկեն էլ կարողանաս բերես, հանձնես, ոչ թե իմ չիմանաս ումտաս, այդ քանի հիմա 20,000 տոննա, որ բերեք առաջնային ձերը վերցնենք, իսկ կարտոշկա մենք ամեն տարի հանձնարարել եմ, բերել են նոր սերմ, էլիտար սորտի, որը ստեղ աճում է, որ 50-60 տոննա բեկ կստանան, որ դա տան ժողովրդին, ոչ թե ձրի եմ ասում, այլ են ինչ որ առնելու են, ընդեի առածից ցածր գնով, որ մարդիկ ապրելու վարիանտ ունենան, այսօր հիմնական գյուղ մեխանիզացիա չկա, սիլիտրա չկա, ոչ մի բան, մարդիկ պատերի տակ նստած վարկերի տակ, դա
գյուղնախարարության բացումն է, որ լիարժեք գյուղացուներ փող տրամադրի, վարկով, դա պետք է տա 0%, ոչ թե այսօր ես մյուս են անփորձ երիտասարդների պես անգիրարածեք է խոսում եմ, դա ես որպես Ծառուկյան, Արմավիր հոկտեմբերյան, աշխատել եմ խաղաղորդների հետ, իմ հիմնարկին ասել եմ, մարդկանց գարնանը տրամադրեք 3 միլիոնի վարելիք, դեղորյակ, պարտանուտ շպալներ, տվեք մարդկանց թող վարդ չվերցնեն, գնան զբաղվեն, աշնանը խաղող կհանձնեն այդ գումարը կպայց, եթե անատ մարդը կար այդ որ, պետությունն էլ պետք իրա ժողովրդին կարտոշկա է ստանում իշկանը գումարա, սորենի համար իշկանա 150,000, 200,000, խնդրեմ, կարտոշկայի համար 2 միլիոն դրամ, խնդրեմ, որ այդ քուողի չափով, բոլորը նախատեսած է, բոլոր ոլորտների համար, մարդը օդից չեմ եկել, հարվր չեմ ավարտել, զրոյական բամորին տանիքից, պետական պաշտոնի չեմ եղել, աչ ուծախ ճանապարհներից միշտ փակել են, թույլ չտալով առաջ գնալու, ծրագրերը իրականացնելու, կյանքի կոչելու, ես իմ երկրի համար, որ վարչապետը նոր ընտրվել էր, 20 միլիարդ դոլար իմ հարաընկերությունը ասել է քայլ կատարենք, որ երկիրը զարգանա։ Այն ժամանակ կենտրոնական բանկի նախագահ Ջավադյանն էր։ Եկել են ասել մարդիկ առաջարկում են, այս գումարը ոչ մաղարի չէ, ոչ մի բան։ Վարչապետին էլ եմ ասել, չեն ասում ենք, պետք է միայն երաշխավորություն, որ պետությունը երաշխավորում է այսքան գումարը, որ այս պետությունը վերցրել։ Մի տոկոսով հատուկ բիզնես ծրագիր 10 տարով առաջի 2 տարին միայն պետք է տոկոսը վճարեին։ Որտե ասենք թե մի տոկոսն էլ թող բանկերը վերցնեն 2%։ Այսինքն եթե դու 100,000 դոլար վերցնեի գողը մշակելու կամ անասնապահությանը 2 տարի տարեկան 2,000 դոլար փող պետք է վճարեին։ Դու այն հորթերն էլ առնեիք չաղացնեին, ֆերմա էլ կբացեին, կաթի ցեղել կդնեին, կարտոշկայից սերմը Գերմանիայից կբերեին, կփակ հարուստ մարդ կլնեին, չեն վերցրել, բացացակ բարձր ասում եմ, որ եթե մարդը կարում է 20 միլիարդ փող բերեք, ինչ եք վերցրել, հարցրեք, ու լիարժեք պետք է քայլել կատարել, որ այսօր մարդիկ կարողանան, լիարժեք, լավ ապրել, ոչ մեկ իրա երկից չի ուզում գնա, ոչ մեկը չի ուզում իրա գլուխը, իրա ծնողի առաջ, իրա կնոջը, իրա երեխու առաջ գլուխ կապի, աշխատող հյուրասեր ժողովուրդ են, պետք է այսօր դուք հիմնական, ձեր ցավը տանեմ, նույնց եմ ասում, ընտրողը դուք եք, ինձնից հաստում ասել է, ես պարտավորված եմ զգում իմ ժողովրդի առաջ, այն ջերմություն են աշկերի փայլը, տեսնելով մարդիկ, գալով, հավատալով, եթե ես կանտար ինչ արել եմ, ոնց կարող ես այն ծաղկուն ժամանակահատվածում վես այդ հարգանք համացայում զրույի, ոչ փողի կարիք ունեմ, ոչ ճանաչման կարիք ունեմ, բերել եմ, անգլիացի լորդերել եմ բերել, որ ասում են լորդիներ, թագաժարաններել եմ բերել, շեխերել եմ բերել, ում ասես իմ երկիրը, որ գան ներդրում անեն, հիմնական ցանկացած խնդիր ժողովրդյան, լուծումա ծանոթությամբ, ընկերության, կապով, հրավերով, ցույց տալով, ասելով, կազմակերպելով, մենք այսօր ունենք, ասենք թե մոլեբտին պղինց եւ շատ ու շատ հանգարժեք մետաղներ, որ այդ հումքի մեջ կա։ Մենք դա անբան մարդու գործ չեն կազմակերպում մի հատ խոշոր ներդրումային ծրագիր 700 միլիոն դոլար դնեն կազմակերպեն դրա ասենք թե հիմնական մշակումը լինի Արարատում, որ քանի հազար մարդ աշխատի։ Այդ ամբողջ արժողությունը, որ ուղարկում են Իսպանիա, դա կազմա 4 միլիարդ, բայց ընդեղից սեփականատերը ստանում են սաղ 400-500 միլիոն այդ մեկ տարվա համար, կատազգոր։ Եղբայր 3 միլիարդ ու կեսը կմնային երկրում, այդ ժողովուրդը կաշխատի, այսօր կար ասենք թե Գավառում կար կաբելի գործարան, պղինձը կար, ալումինը կար, գործարանները կաշխատի, կաբել կարտադրեն, պղինձ կաստրուկա կարտադրեն, բացի դա ծծմբական թթուի առաջանում, որ մեծ քանակությամբ 40 միլիոն տոննա մշակելու համար ինչքան պարարտանոց, ֆոսֆորային, ազոտային, ավելի էժան ջրի գնով կտանք ժողովրդին, մնացածն էլ շրջակայքում, ես ուզում եմ ասել, քանի հազար մարդ կաշխատի տեղ, այդ փողերը կմնան, մարդը պետք է փորձ ունենա, մարդը պետք է կարողանա կազմակերպի, հաշվարկ կատարի,
ինչի պահանջարկ կա, արտադրելու համար ինչա պետք, ծախսը ինչքան է լինելու, շահը ինչքան է լինելու, կազմակերպել, ստեղծել, համատեղ, դա կբերեն Չինաստանից, Հնդկաստանից, տեխնոլոգիան բերեն, հանքը մենք ունենք, ու այդ հումքի մեջ, որ հիմա այնտեղ այդ որպես պոչ են ասում, այդ քանի տարի արտադրել են, սաղ թափածա, դա մեր ամշակեն 3 հատ պետություն կպահեն, մեջ ասեն, թե հազար ձևի թանկարժեք մետաղներ կան, ամեն ինչ հնարավոր է, ով ասում է հնարավոր չի սուտ ասում, աշխարհում չլուծվող խնդիր չկա ժողովուրդ ջան, բոլորն են լուծելի են, միայն ու միայն մարդը ցանկություն ունենա, փորձ ունենա, կարողանա կազմակերպի ու համախմբի ժողովրդի, ժողովուրդ ջան, հիմնական նշանը հաշտություն, համերաշխություն, իրար հետ, թե ով որ կուսակցությունից է ողմած են, սաղ դրեք մի կողմ, ձեր ցավը տանան, մենակ չի ներվում դավաճանությունը, մնացածը սաղ ներեք, ձեր ձերի տվեք, ուրախ զվարթ հավատքով, Աստծո կամոք, Քրիստոսի հզորությամբ եւ կցանկանաք դուք էլ կազմակերպեք, եկեք, ես կազմակերպեմ սարը կբարձանան, մի կտոր աղուած իրար հետ կկիսենք, հաշտ համերախ, ժպիտով, հույսով հավատով, որ փոփոխություն անելու, լավ փոփոխություն, իմ ժողովուրդը լավ ապրելու։ Ողջունում եմ, Աստղազոր համայնքը ծեր կողքին է, ասեմ մեր ֆրմա ծեր կողքին նկարվեք։ Նկարվեք, Աստված